Օգոստոսի 11-ին Գյումրու Աբովյան ճեմափողոցը կլցվի երիտասարդական եռուզեռով։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը 2015 թվականից ի վեր Գյումրիում կազմակերպում է երիտասարդության միջազգային օրվան նվիրված հանրային միջոցառումներ եւ արդեն 12-րդ տարին անընդմեջ քաղաքը դառնում է այդ տոնակատարությունների մեկնարկային հարթակը։ Երիտասարդության միջազգային օրը օգոստոսի 12-ին է, բայց Գյումրիում նշում ենք օգոստոսի 11-ին, քանի որ նաև Կապանում այս տարվա երիտասարդական մայրաքաղաքում են իրականացվել միջոցառումներ, ինչպես նաև մեր տարբեր այլ համայնքներում, Վաղաշապատում, Գավառում, Արտիկ համայնքում, եւ քանի որ բազմաթիվ միջոցառումներ ունենք, Գյումրիում կնշենք օգոստոսի 11-ին եւ միջոցառումների մեկնարկը տալիս ենք նախորդ օրը հանրային տեղեկատվական արշավով, որին միանալու են նաև մեր տեղացի կամավորները, միջազգային կամավորները, ինչպես նաև հերթական անգամ այս տարի հյուրընկալում ենք Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի նախկին կամավորներին գնահատման հանդիպման համար։ ՄԱԿ-ը ամեն տարի սահմանում է երիտասարդության միջազգային օրվա խորագիրը, այս տարի այն կրում է տարբեր միջավայրեր ընդհանուր ձգտումներ անվանումը, եւ հենց այդ գաղափարի շուրջ են ձևավորվել Գյումրիում նախատեսված բոլոր նախաձեռնությունները, հնարավորություն տալով երիտասարդներին խոսելու իրենց երազանքների, նպատակների եւ ապագայի տեսլականի մասին։ Ունենալու ենք ձգտումների խճանկար մեծ պաստառ, որի վրա նորից երիտասարդները հավաքվելու են, գրելու են իրենց երազանքների ձգտումների մասին եւ արդյունքում ստանալու ենք խճանկար puzzle, որը հավաքվելու է եւ դա նաեւ հետագայում օգտագործվելու է մեզ համար որպես հիմք հետագա ծրագրերի մշակման համար, թե ինչն է երիտասարդների համար կարեւոր, ինչ ձգտումներ ունեն։ Օրվա ամենախորհրդանշական նախաձեռնություններից մեկը կլինի ձգտումների խճանկարը։ Դրան մասնակցելու համար երիտասարդները պետք է նախապես գրանցվեն։ Մեր Facebook-յան իվենտում, որը արդեն բացված է, տեղադրված է հղում, կարող են միանալ, գրանցվել, նախապես ամրագրել իրենց խճանկարի կտորը։ Իսկ ինչ տոն առանց երաժշտության երեկոյի ամենասպասված հատվածը, ինչպես նախորդ տարիներին, բացօթյա համերգն է։ Այս տարի հյուր ենք ունենալու սիրված եւ հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանին, ինչպես նաեւ երեկոն փակելու ենք DJ Սիանայի նվագակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվում է Գյումրու քաղաքապետարանի Սալտո Արևելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսների կենտրոնի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանում Erasmus+ երիտասարդություն եւ Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համագործակցությամբ։ Միջոցառման իրականացմանն աջակցում են նաև Ցայք հեռուստաընկերությունը, Ֆլորենս Գյումրի ռեստորանը, Սոլո գեղեցկության սրահը եւ Արեգակ Փուր սրճարանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղստանի Հանրապետություն։ Վարչապետին Չոլպոնատայի Իսիկ-Կուլ միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղրղստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակումբեկովը։ Չոլպոնատայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին։ Направляемся на выборах, а также назначением на должность правительства. Տիկին Քնարիկն արդեն երկրորդ տարին է պարբերաբար աղի լիճ է գալիս։ Ասում է վիրահատությունից հետո ոտքերի ցավերն իրեն երկար ժամանակ անհանգստացրել են, իսկ այստեղ գալուց հետո ինքնազգացողությունը զգալիորեն բարելավվել է։ Վիրահատություն ունեմ ոտերի վրա, շատ է ցավում ոտերը։ Իսկ հիմա շատ լավ է, երկրորդ տարին է, շատ լավ է։ Շատ գոհ եմ։ Այս անգամ լիճ է եկել թոռների հետ, երեխաները լողում են, ինքն էլ ինչպես ասում է, ամեն անգամ օգտվում է առիթից։ Այո, ամեն օր գալիս ենք, երեխաները գալիս լողանում ենք, եկել ենք լողանում, եկել ենք լողանում, դերնալու։ Շատ հայտնի է, մենակ եկից հարմար չի տեղը, որ հարմարացնել ավելի լավ է, ավելի խճիվոր օրը։ Լճի մասին ժամանակին որդուց է լսել, իսկ հիմա արդեն ինքն է խորհուրդ տալիս այստեղ գալ ընկերներին ու հարազատներին։ Պետք չի գնալ Եգիպտոս, Գիտիգոս, միներալի ոչ, ընդեղել չեմ կարասի, որ ինդեղ ստրանցքի լավ։ Ես ամենալավ տեղը, սովետական ժամանակ մենք բոլոր տեղը
Ամենտեղ գնում էին, թե Սոչի, բան, բայց սա լրիվ ուրիշ բան է, սա բուժիչ է։ Աղի լիճը ձևավորվել է 1970-ականների վերջին տարածքում արդյունաբերական աշխատանքների հետևանքով։ Այն գաջի գործարանի հարևանությամբ է և ունի 2 ավազան։ Մեծ ավազանի ջրի աղայնությունը մոտ 13% է, իսկ փոքր ավազանում այն գերազանցում է 25%, ինչի շնորհիվ ջրի մակերեսին կարելի է մնալ գրեթե առանց ջանք գործադրելու։ Շատերն այս պատճառով Աղի լիճը համեմատում են Մեռյալ ծովի հետ, որի աղայնությունը մոտ 34% է։ Արման Խաչատրյանը լիճ է գալիս տարիներ շարունակ, առողջական խնդիրներ չունի, բայց աշխատանքային օրվանից հետո հենց այստեղ է նախընտրում հանգստանալ։ Մենակ ես չէ, լիքը մարդիկ օգտվում են ու հարցնում եմ սա բոլորն էլ ասում են, որ օգուտ տալիս է օդացավերին բանին։ Ժամանակի ընթացքում, ասում է, ցանկացել է ոչ միայն օգտվել լճից, այլև տարածքի անբարեկարգ վիճակը փոքր-ինչ կարգավորել սեփական ուժերով։ Ես մենակ չեմ արել, մեր տարիքով մարդ կա, ոնը Արտուրա, իր հետ եմ ամեն ինչ արել, օգնել եմ իրան էլ ընդհանրապես։ Եկել է խնդրել է, օգնել եմ իր հետ արել։ Ինչ եք բարեկարգել այստեղ։ Այստեղ էս քարեր, բաներ, ստեղ էս ահագին բաներ, աստիճանները, բայց մեծամասամբ ինքն է արել, Արտուրն է արել։ Ես ընդհանրապես օգնել եմ իրան, էլի։ Աղի լճի այցելուները համոզված են, որ աղի ջուրն օգնում է հոդացավերի և մաշկային որոշ խնդիրների դեպքում։ Շատերն այստեղ կիրառում են նաև ցեխաբուժություն, լճի հատակից հանված տիղմով, ինչպես նաև արևային ու ջրային լոգանքներ։ Բայց ըստ այցելուների, բուժիչ հատկությունները դեռ բավարար չեն, եթե տարածքում բացակայում են տարրական պայմանները։ Մարդիկ հատկապես երեկոյան ժամերին տարածքն անվտանգ չեն համարում։ Երևանի քաղաքապետարանում ասում են, տեղյակ են, արդեն մեկնարկել է Աղի լճի տարածքի բարեկարգման ծրագիրը։ Քաղաքապետարանի պատասխանատու ինժեներ Էդգար Հովհաննիսյանը ռադիո լուրին պարզաբանում է, ծրագիրն այժմ մրցույթի փուլում է։ Մոտ 1 ամսից հայտնի կլինի հաղթող կազմակերպությունը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մոտավոր 2 ամիս հետո նոր շինարարությունը կսկսենք եւ շինարարությունը մոտավոր 7-8 ամիս կտևի, որից հետո մենք ունենանք արդեն զուգարաններ, ցնցողներ, փակ տարածքում նստարաններ, ամեն հարմարությունը, որը պետք կլինի մարդկանց, ստեղծվի։ Լուսավորության համակարգն է լուծվելու։ Այո, լուսավորությունն է լինելու ամբողջությամբ, ճանապարհն է վերանորոգվելու ամբողջությամբ, ասֆալտապատվելու է, կոյուղի է կազմակերպելու, ամեն հարցն է լուծվելու է, բարեկարգ տեսք կստանա մի քանի ամիս հետո։ Քաղաքապետարանում առայժմ չեն նշում, թե քանի կազմակերպություն է մասնակցում մրցույթին։ Հայտերը դեռ ընդունվում են, իսկ ֆինանսավորման վերջնական ծավալը կհստակեցվի մրցույթի ավարտից հետո։ Աիդա Ավետիսյան, Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը։ Այս մասին ՏԱՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։ Անդրադառնալով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և պատմության մեջ առաջին անգամ Պակիստանում Հայաստանի դեսպանի նշանակմանը, դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ։ Դեսպանը հավելել է Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև բազմաթիվ հեռանկարներ կան։ Նաև Պակիստանում բնակվում են զգալի թվով հայեր։ Նրա խոսքով Երևանի և Իսլամաբադի միջև գործարար կապերը և մարդկանց միջև շփումները ներկայում զարգանում են։ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է և այդ միտումը կշարունակվի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով 2024 թվականին երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի։ 2025-ին այն նվազել է հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի, իսկ այս տարի առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 2/3-ով։ Այն իրավիճակը, որ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի
Ռուսաստանի միջև հարաբերություններում կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես առևտրաշրջանառության նվազման ռիսկը, նշել է Օվերչուկը։ Մոսկվան եւ Կիևը շարունակում են փոխադարձ հարվածները։ Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Զանգվածային հարձակման է ենթարկվել Յարոսլավլի մարզը, որտեղ խոցվել է մոտ 90 ԱԹՍ։ Տուժածներ չկան։ Տվերի մարզում հարվածներից վնասվել է Wildberries-ի լոգիստիկ համալիրը։ Իսկ ռուսական ուժերը Խարկովի մարզի Լազովայա քաղաքում թիրախավորել են երկաթուղային կայարան։ Կա 2 զոհ, 8 վիրավոր։ Եվս 3 մարդ զոհվել է Խարկովի մարզի Բալակլեա քաղաքում։ Սումիում էլ կա 10-ից ավելի վիրավոր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ գործընկերների կողմից մատակարարվող հոբ համակարգերի հրթիռների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է 3 անգամ։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան Կիևում ընդունել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին։ Ողջույնի պաշտոնական արարողությունից հետո նախարարները ներկա են եղել ուկրաինական արտադրության անօդաչու թռչող սարքերի ցուցահանդեսին։ Բայրամովը նաև այցելել է Ռուսաստանի դեմ պատերազմում զոհված ուկրաինացի պաշտպանների հուշահամալիր։ Սիբիհայի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը երկկողմ հանդիպումներ կունենա նաև ուկրաինացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում կայացած հավաքի ժամանակ հայտարարել է, որ օրեր առաջ նախատեսում էր լայնածավալ հարվածներ հասցնել Իրանին, սակայն Թեհրանը խնդրել է չգնալ այդ քայլին։ Մենք պատրաստ էինք երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենախոշոր հարձակմանը, բայց նրանք զանգահարեցին ինձ եւ ասացին. «Խնդրում ենք, մի արեք դա, եկեք խոսենք», ասել է Թրամփը կրկնելով. «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»։ Նա հավելել է, նա խնդրում է համաձայնության հասնել, քանի որ չի ցանկանում մարդկանց սպանել։ ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի եւ բենզինի գները կտրուկ կնվազեն։ Ավելի ուշ Թրամփը նաև անդրադարձել է այն լուրերին, թե Վաշինգտոնն Իրանի դեմ պատերազմում սպառել է կալանիչ հրթիռների պաշարների մեծ մասը։ Նա ընդգծել է, երկիրն ունի հսկայական քանակությամբ զինամթերք։ Բացի այդ, մեծ քանակությամբ զինամթերք արտադրվում է եւ անհրաժեշտության դեպքում առաքվում ԱՄՆ, գրել է Թրամփը Truth Social հարթակում, իսկ նման լուրեր տարածողներին սպառնացել է երկարաժամկետ ազատազրկմամբ։ Հրթիռների պաշարների սպառման մասին լուրերն ավելի վաղ հերքել էր նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը։ Բրազիլի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը, այն որակելով անպատասխանատու եւ անխոհեմ։ ԱՄՆ պետքարտուղարությունը Բրազիլի դեսպանի վիզան չեղարկել էր, քանի որ այդ երկիրը հուլիսին հրաժարվել էր վիզա տրամադրել ամերիկացի 2 պաշտոնյայի, նաեւ ձգձգել էր ԱՄՆ նախագահի առաջադրած թեկնածուին դեսպանի պաշտոնում հաստատելու գործընթացը։ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Բրազիլը նոր դեսպան չի ընդունի մինչև հոկտեմբերին երկրում նախատեսված ընտրությունները։ Ավելի վաղ Բրազիլը կրճատել է իր դիվանագիտական ներկայությունն Արգենտինայում այդ երկրի նախագահ Խավիեր Միլեի կողմից Լուլա դա Սիլվայի հասցեին հնչեցված վիրավորանքներից հետո։ Սյուզաննա Չրաղյան։ Շատ վատ վիճակը մա, այնան տեսնում եք, նույնիսկ քայլելը, տես ինչ անհարմար վիճակում, սկզբից լավ ա եղել, բայց արդեն փչացել է, ժամանակն ա եղել, որ բարեկարգվի։ Այն, որ Վանաձորի լճերի տարածքը նորոգման կարիք ունի, վաղուց գիտեն բոլորը, բայց թե ինչ տեսք ու գործառույթ կունենա այն նորոգումից հետո, պարզ չէ։ Ամիսներ առաջ վանաձորցիներին վստահեցնում են, որ լճի բարեկարգման ծրագիրն արդեն հաստատված է, որ նախատեսվում է շատրվանային համակարգի տեղադրում եւ այլն, սակայն հանրային բուռն արձագանքից հետո մարզի ղեկավարը հայտարարեց, որ ծրագիրը վերջնական չէ եւ իրենք սպասում են նոր առաջարկների։ 2 կամ 3 էսքիզ առաջարկ կունենանք, պատրաստ ենք եւս 1 կամ մի քանի հանրային քննարկումներ ունենալ մարզպետարանում բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել, ճարտարապետների մասնագետների հետ առանձին քննարկում կունենանք եւ կհրապարակենք 2 կամ 3 էսքիզ առաջարկ եւ դա կդնենք նաեւ քվեարկության սոցցանցերով, միգուցե Facebook-ով դա լայնորեն կտարածենք։ Բանն այն է, որ բնակիչներին, ովքեր սիրում են իրենց հանգիստը վայելել լճի մոտ, մարզվել, զբոսնել, լողալ կամ պարզապես ժամանակ անցկացնել այնտեղ, մտահոգում է այն փաստը, որ հնարավոր է մի օր իրենց սիրելի վայրում անվտանգ չլինի ջուրը մտնել, ոչ լողալու, ոչ էլ նավակ վարելու համար։ Երբ նժարին են դրվում անվտանգությունն ու տեսարժան վայրի գեղեցկությունը, վանաձորցիները պատրաստ են հանուն զբոսաշրջային գրավչության հրաժարվել քաղաքի միակ լողափից, փորձեցինք պարզել տարածքում հանգստացողներից։ Իրականում շատ կարևոր է, մարդիկ գալիս են լողանում են, ժամանակ են անցկացնում, շատ կարևոր է։ Դե պետք է այնպես անել, որ մարդիկ անպայման լողանան, էլի լիճը դրա համար է, որ ինչ որ
սուբյեկտիվ բան չդառնա, էլի, ու մարդիկ կարողանան օգտվել։ Շատ կարևոր է ժողովրդի համար, շոկ է, երեխեք գալում են, լողնում են, հովնում են, որ անվտանգությունը պաշտպանվի, ֆոնտանները լինի, ավելի գեղեցիկ կլինի։ Այստեղ շատ լավ է, հետաքրքիր, մաքուր, շատ հանգիստ։ Երևանից որ լավ տեղ է, հավատում ես։ Որպես լողը պետք է ունենանք Վանաձորում։ Դե պետք է նախորդ մաքրեին, ուրիշ ժամանակ տեսել են, որ մաքրել են, բայց այս տարի չեմ տեսել, որ մաքրեին, այդպես կեղտոտ, ցեխոտ, այդ ջուրը տեսա, որ լցվեց մեջը։ Ճիշտ է, ջուրն է մի քիչ խիտ, կեղտոտ, բայց դա ամեն ինչը լավն է։ Ավելի լավ է հիմ ձևով մնա, որ կարողանանք լողալ, որովհետև առանձին տեղ չկա լողալու համար Վանաձորում։ Ֆոնտաններ ինձ թվում է ամեն տեղ էլ ունենք։ Մարիի դեմնել են ուզում ֆոնտաններ հրապարակում էլ ունենք։ Այստեղ միակ տեղն է, որ երեխեք մեծահասակներն էլ ինչ չէ, գալիս են լողանալու նպատակով։ Մի փոքր ջրի մաքրություն լինի, ֆոնտանները տեսնում ենք էլի ամեն օր։ Մի քիչ բարեկարգվի այստեղ։ Հա, նավակները հավես է շատ։ Այսինքն նախընտրում եք, որպեսզի լողափը պահպանվի։ Այո։ Թեև ցուցադրված նախագծի օրինակը գայթակղիչ է, քչերն են հավատում, որ այն նույնությամբ կյանքի կկոչվի եւ կստացվի հոսանքը ջրից 100%-ով իզոլացնել, պահպանել մշտական տեխնիկական սպասարկում եւ չվնասել ջրի էկոհամակարգը։ Շատրվան, որ հարց են տալի, ինչ եք ուզում ստեղնել շատրվան, չգիտեմ, սենց ուզում եք դենք շատրվան։ Վանաձորում մի քանի տեղ դրել են շատրվաններ, շատրվանները չեն գործում, չեն միացնում, որտեղ դա ծախս է։ Դա ջուր է, էլեկտրաէներգիա է, ծախս է, փող է, մի 10 միլիոն դրամ տարեկան պետք է դուրս գային, որ շատրվանը ստեղ աշխատի։ Ես առաջարկում եմ այն գումարը, որ պետք է դրվի բարեկարգման շատրվան կառուցելու վրա, դրվի, բարեկարգվի, փրկարարի ծառայությունը ստեղ դրվի, ջուրը մաքրվի բնականաբար, դեղերով կարելի է ջուրը մաքրել այստեղի, եւ բարեկարգեն մարդիկ ես հանգստյան գոտին նորմալ օգտագործեն։ Ոմանք կիսում են Էդմոն Մարուքյանի մտահոգությունն առ այն, որ քաղաքի նոր այցեքարտը դառնալու հավակնող շատրվանները կարող են շատ թանկ նստել քաղաքի բյուջեի վրա եւ արժանանալ մյուս շատրվանների բախտին, միացվել կարճ ժամանակով, իսկ լուսաձայնային էֆեկտները լինեն միայն տոնական օրերին, արդարացված կլինեն արդյոք ներդրվող հսկայական միջոցների ծախսերը։ Դե ամառները հիմնականում երեկոյան ժամերին միացնում են։ Դե ձմեռները բնական է, որ անջատված է։ Ինչ հույսեր ունեք, եթե այստեղ ֆոնտաններ լինի, ամեն երեկո կարողանաք վայելել։ Դե ամեն երեկո չէ, բայց շուտ է, մարդիկ կգան, կգնան, հաճելի կլինի։ Երեխեք չեն կարողանում շատ ուշ ժամի դուրս գալ, որ տեսնեն երեխեք ֆոնտանները, այս ժամերին էլ դուրս ենք գալիս, անջատված է հիմնականում։ Լճերայի տարածքը ոչ միայն հանգստի գոտի է, առողջարանային կամ ռեստորանային համալիրի մի մաս, այլ մարզական ավանդույթների ու բացօթյա սպորտի խթանման միջոց։ Այստեղ օրինակ անց են կացվում լողի մրցաշարեր, վերջինն անցած տարի այս օրերին անցկացված քաղաքապետի գավաթի լողի առաջնություններ։ Մարդիկ այստեղ լողում են անգամ ոչ այնքան բարենպաստ եղանակին, առողջությունը կոփելու համար վաղառավոտից մարզվում են, լողում։ Երեխեք, ո՞նց է ջուրը։ Լավ, շատ լավ։ Հավոր լավն է։ Շուշուտ ես գալիս այստեղ լողալու։ Հա։ Ո՞նց ես լողում։ Ես շենդ բանում եմ մի քիչ խորը բան։ Շենդ բան պաշտում են ու լողանում եմ։ Փորի վրա ես պարկում լողանում։ Հա։ Իսկ մեջքի վրա կարողանում ես։ Հա։ Ապրես, բա ո՞նց ես սովորել լողալ այստեղ։ Հա։ Այսօր փորձեցի, ստացվեց։ Հա, սիրում ենք գանք ստեղ լողալ, ընկերների հետ ժամանց անցկացնել։ Մեկ լինում ատատիկը չի թողնում, մաման չի թողնում, բայց լողանում։ Ես շատ եմ սիրում բան լողանալ լճերում։ Հաճախակ եք գալիս։ Ներկա իրավիճակում բնակիչների հիմնական ցանկությունն է մաքուր տեսնել լիճը, պահանջում են ապահովել ջրի որակը, բարեկարգել ճմբուղիներն ու նստելավայրերը, պահպանել լողալու հնարավորությունը եւ միայն դրանից հետո մտածել դեկորատիվ լուծումների մասին։ Ինչու ձևափոխել մարդկանց տասնամյակների ավանդույթները եւ անտեսել աղտոտված ջրով եւ սատկած ձկներով մյուս լճերի վիճակը, չէ որ կարելի էր բարեփոխումներն անել մյուս լճերում, իսկ այս մեկը թողնել որպես լողափ, իսկ ձմռանը դարձնել սահադաշտ, առաջարկում էին զրուցակիցներս։ Այսուհանդերձ, թե ինչ տեսք կունենա վերջնական նախագիծը մեծապես կախված կլինի նրանից, թե որքանով կկարողանան հեղինակները համատեղել երկու նպատակները՝ անվտանգ լողալու հնարավորությունն ու ժամանակակից լուծումներով շատրվանային համալիրի զբոսաշրջային արժեքը։ Էրմինե Յավրյան, Հայկ Վարդանյան։
2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 209 քրեական վարույթ, որոնք վերաբերում են ընտրակաշարք տալու եւ ստանալու, ընտրակաշարքի միջնորդության, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաեւ դրանց համակցությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին։ Նշված քրեական վարույթներից 90-ով ձերբակալվել է 282 անձ։ Քրեական հետապնդում է հարուցվել 296 անձի նկատմամբ, 6 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալներից 126-ի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում 58 կալանք եւ 68 տնային կալանք, իսկ 162-ի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ 90 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարույթային գործողություններ, այդ թվում հարցաքննվել է 350-ից ավելի անձ։ 65 վարույթով նախաքննությունը 207 անձի վերաբերյալ ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Հուլիսի 24-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայային նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին 6 ամսում քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության 171 դեպք է արձանագրվել, 6%-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 33, սեփականության դեմ ուղղվածները 20.7, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները 85.7%-ով։ Նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը, աճել պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Սյունիքի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործության դեպք չի արձանագրվել։ Ընդհանուր պատկերում մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի սպասարկման տարածքում գրանցված հանցագործության 234 դեպքից բացահայտվել է 203-ը, բացահայտման ցուցանիշը կազմել է 86.8%, սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 40, իսկ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղվածները 42.9%-ով, աճել են նաեւ ընտանեկան բռնության, նվազել անչափահասների նկատմամբ կատարված դեպքերը։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում արձանագրվել է հանցագործության 130 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29.3%-ով պակաս։ Դեպքերի նվազմանը զուգահեռ նվազել է նաև բացահայտման ցուցանիշը կազմելով 73.8%, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 58.6, մարդու դեմ ուղղվածները 17.4%-ով, նվազել են նաև ընտանեկան բռնության դեպքերը, աճել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցվել է հանցագործության 86 դեպք, բացահայտվել 66-ը, աճը կազմել է 30.3%, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված, նվազել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 57 դեպք, բացահայտվել 48-ը, բացահայտման ցուցանիշը կազմել է 84.2%, աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։ Բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները 72 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 23531 արձանագրություն, այդ թվում չամրակապված վարելու 6378, արագության գերազանցման 2250 դեպք։ Ոստիկանության գվարդիայի Կապանի եւ Գորիսի պետական պահպանության բաժնի պետերը ներկայացրել են կատարած աշխատանքը, ընդգծել, որ օբյեկտների պահպանության եւ հասարակական կարգի ապահովմանը զուգահեռ նաեւ բացահայտել են մի շարք հանցագործություններ։ Շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը, յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետեւողական եւ թիրախային աշխատանք։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է գործուն միջոցներ ձեռնարկել հետախուզվող եւ հատկապես քրեական ենթամշակույթ կրող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանձնարարվել է շարունակել անօրինական զենք զինամթերքի հայտնաբերման աշխատանքը, ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ծառահատության
գնահատումների դեմ պայքարը։ Ընտանեկան բռնության դեպքերի մասով ներքին գործերի նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն եւ բռնության նոր դրսեւորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վերհանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։ Նախարարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։ Ոստիկանության հենասյունային բոլոր ծառայություններին հանձնարարվել է շարունակել ակտիվ աշխատանքը բակային տարածքներում, գյուղական բնակավայրերում եւ զբոսաշրջային կենտրոններում։ Նախարար Սարգսյանը խստորեն հանձնարարել է վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառներն ու ըստ այդմ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Հանձնարարվել է ակտիվացնել հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործում ոստիկանության գվարդիայի համագործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ։ Ներքին գործերի նախարարը շեշտել է, որ քաղաքացիների հետ շփումներում ծառայողները պետք է լինեն բարեհամբույր, իսկ օրինախախտումների նկատմամբ խիստ եւ անզիջում։ Ավտոմեքենաներից գողություն կատարողներին հայտնաբերելու Մաշտոցի համայնքային ոստիկանների միջոցառումներն արդյունք տվին հուլիսի 17-ի գիշերը։ Ժամը 1:30-ի սահմաններում Մազմանյան փողոցում ձերբակալվեցին եւ իրենց վարած Տեսլա Մակնիշի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխվեցին Երևանի բնակիչ 20 եւ 21 տարեկան երկու երիտասարդներ։ Նրանք խոստովանեցին անցած գիշեր կատարած իրենց արարքները։ Մի դեպքում երիտասարդները Մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում կայանված Մերսեդեսից գողացել էին կողային հայլիների ապակիները եւ մեքենային Տելեգրամյան հասցե։ Նույն հասցեի հղում նրանք փակցրել էին նաև Range Rover Մակնիշի մեքենայի դիմապակուն, մինչև այդ գողանալով օտարերկրյա համարանիշները։ Իսկ երբ մեքենայատերը կապվել էր նրանց հետ, տղաները համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջել էին 40,000 դրամ։ Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 20-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանք, իսկ 21-ամյա երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանությունն անչափահասների հետ տարվող աշխատանքում կարևորում է ոչ միայն կանխարգելիչ միջոցառումները, այլև այնպիսի նախաձեռնությունները, որոնք նպաստում են ոստիկանություն համայնք վստահության ամրապնդմանը։ Այդ նպատակով հուլիսի 29-ից 31-ը համայնքային ոստիկանության ճամբարակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է մինի ֆուտբոլի առաջնություն։ Խաղին հետևում էին ոստիկանության եւ ճամբարակի համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Մարզական միջոցառմանը մասնակցել են ճամբարակի 13 դպրոցների 104 աշակերտներ։ 3 օր շարունակ մարզադաշտում տիրել է մրցակցային եւ ընկերական մթնոլորտ։ Մասնակիցները ցուցադրել են անզիջում պայքար, հավատարիմ մնալով արդար մրցակցության սկզբունքներին։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցի, իսկ պատվավոր առաջին տեղը զբաղեցրել է ճամբարակի ավագ դպրոցի թիմը։ Մրցանակային տեղ է զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով եւ մեդալներով, իսկ առաջնության հաղթողին հանձնվել է հաղթողի գավաթը։ Առաջին դեպքով ապօրինի արդյունահանման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը ստացել էին քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Ըստ տեղեկության Երևանի բնակիչ 53-ամյա մի տղամարդ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող մոտ 2 հեկտար տարածքում ջրավազան եւ պոմպակայան կառուցելու պատրվակով առանց հատուկ թույլտվության այս տարվա հուլիսի 12-ից 17 ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այս ընթացքում ապօրինի արդյունահանել է շուրջ 2200 խորանարդ մետր ավազակոպճային հանույթ, որն օգտագործել է Վանանդ գյուղի վարչական տարածքում կատարված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում։ Ըստ նախնական տվյալների պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի մոտ 2.2 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նման մի տեղեկություն էլ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հուլիսի 21-ին։ Ըստ փաստական տվյալների իրար փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող ավելի քան 7 հեկտարի վրա խախտելով ընդերկօգտագործման պահանջները իրականացրել են ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում, խառնուրդը տեղափոխել Եղեգնուտում գործող ավազի լվացման կայան եւ մշակելուց հետո իրացրել։ Ստուգման ընթացքում ապօրինի հանքարդյունահանման տարածքում հայտնաբերվել են տեխնիկայի եւ հանույթով բարձած բեռնատարներ։ Ըստ նախնական տվյալների պետության եւ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս։ Այս դեպքով եւս կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։